Երկու օրից դպրոցներում վերջին զանգն է, ապա քննական շրջան։ Գոհ եք Հայաստանում կրթական ոլորտից։ Ճիշտն ասած ոչ, որտեղ ոչ մի նորմալ բան չեն սովորեցնում երեխաներին։ Պետք է լավ գումար ունենաս, որ տաս պարապեն, որ երեխադ միտեղ ընդունվի։ Գումարն էլ այնքան թանկ է, հնարավորություն էլ չունես, որ տաս մի քոլեջ միտեղ սովորի երեխան։ Դրա համար էդի ոնց ասած մեր նման աղքատների բանը չի։ Երեխաները չեն կարող սովորեն ուրիշ տեղ, պետք է աշխատել։ Ես ոչ, գոհ չեմ։ Ընդհանրապես այս իշխանությունը ինչ անում է, ոչ մի բանից գոհ չեմ։ Ոչ մի բանից։ Իսկ նախարարի աշխատանքից Անունը չտաս։ Խնդրում եմ, ընդհանրապես այդ հավաքածուների անունը չտաս։ Գոհ ենք, ավելի լավն է գնում, ճիշտ է մի քիչ գրքերը փոփոխություն ա եղել, բայց լավ կլինի։ Նախարարի աշխատանքում ձեզ որն է թերացումը, ինչ թե նախարարի մեր կրթության մասն եք ասում, այդ չեմ կարող ասեմ, բայց իշխանությունը այդքան էլ պիտան իշխանություն չի, կրթված են, լավ կրթություն են ստացել, անգլիական, ֆրանսիական արտասահմանում, բայց այդ ինչ գիտելիքներ ընդեղ են ստացել, այստեղ չեն կարող իրանք կիրառել, որովհետև մեր պայմաններն ուրիշ է, Եվրոպայի պայմաններն ուրիշ է։ Դե դժգոհ եմ, որովհետև օրինակ մենք համալսարանում ենք սովորում եւ շատ դասախոսներ հիմնականում օրինակ դասավանդելու փոխարեն ինչ-որ թեմա դասավանդելու փոխարեն քաղաքականություն են քննարկում։ Ցավոք սրտի չէ, ինչ եմ այսպես ասում, որպեսզի իջացնեմ, այլ ընդհակառակը, որ մի քիչ ավելի շատ աշխատեն կրթության եւ գիտության ոլորտի նախարարության անդամները, մի քիչ ավելի միջազգային որակավորումը բարձր լինի, որ ավելի մոտ լինենք այդ շեմին։ Զուտ այդ առումով ես ինքս դրսում եմ սովորել, այստեղ էլ եմ սովորել մի քանի տարի, դրսում էլ համեմատական եմ տանում, դրա համար եմ ասում։ Ամեն ինչ թող լավ լինի վաղը։ Այստեղ բարեփոխումների հետ կապված կոնկրետ գնահատման մեխանիզմի հետ այս թվում է լուրջ խնդիրներ ենք ունենալու հետագայում։ Եվ բնականաբար գրքերի փոփոխությունն էլ դեպի լավը չի, ոնց որ բոլորս գիտենք։ Իսկ գոհ եք նախարարի աշխատանքից, ինչ թերացումներ կան։ Դե էսի մեր երկու ասած բանը վերաբերում է այս նախարարին։ Ինձ թվում է այս իր թերացումներն է։ Ինձ թվում է լավ է Հայաստանում կրթության մակարդակը։ Միջազգային դպրոցներ էլ կան, չգիտեմ, անգլիական ուղղությամբ, ռուսական ուղղությամբ։ Ինձ թվում է շատ լավ է։ Իսկ նախարարի աշխատանքին ծանոթ եք, ըստ ձեզ որտեղ է թերանում։ Նախարարի աշխատանքին ծանոթ չեմ, ինձ թվում է ավելի շատ պետք է դպրոցների վիճակը բարելավի, թեկուզ ընդհանուր իրանց այդ կառուցվածքային վիճակը, ներքին, ինձ թվում է պետք է ուսուցիչները վերապատրաստվեն ավելի շատ։ Ես շնորհակալ եմ, որ իմ երեխան ավարտել է դպրոցը, որ տվյալ պարագայում կրթական ոլորտի հետ շփում չի ունենալու։ Հենց որ ցավում եմ եւ ինչքան հնարավոր է խորհուրդ եմ տալիս այլ ծնողներին, որ հին դասագրքերով երեխաներին օգնեն, օժանդակեն, որ գոնե ինչ-որ մի տեսակ կրթություն ստանան։ Ցավալի է, բայց մեր ուսուցիչները ավելի շատ պատրաստվում են իրանց ատեստացիային, քան թե զբաղվում են երեխաներով, ինչը որ այս վերջի տարիների նորամուծությունն եւ ձեռքբերումներն է։ Ոչ նախարարի, ոչ իր ամուսնու աշխատանքից գոհ չեմ։ Ես կարծում եմ, որ նախարարությունը այդպես խոշորացնել ի սկզբանե սխալ էր, ինքը չի կարող հասցնել այդ բոլոր ֆունկցիաները կատարել։ Այդքան էլ չէ ճիշտն ասած։ Շատ փոփոխություններ կա մեր ժամանակվա հետ համեմատած։ Գիտեք, ես կարծում եմ դա գալիս է առաջին հերթին ծնողներից, որ կոնկրետ իմ օրինակով եմ ասում։ Ես տեսնում եմ, այն չի անում ծնողը, ինչը երեխային պետք է։ Ընդհանուր առմամբ երևի չէ։ Իսկ նախարարի աշխատանքից գոհ եք, ըստ ձեզ որտեղ է թերանում։ Չէ, թերանալ չեմ կարող ասել, բայց գոհ եմ ընդհանուր։ Հետևողական է, որը չի կարելի անտեսել, չի կարելի։